փոխվել է իրավիճակը, այսինքն այսօր իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով իրենք կարող են գնան ցանկացած արդեն կներեք, բայց դա հանցանքներ են, այդ հանցանք կատարելը։ Դրա համար մենք ասում ենք, որ այո, առաջին հերթին պետք է փոխվի այս իշխանությունը, որ մենք կարողանանք առանց պատերազմի, ես հատուկ շեշտում եմ դա, եւ ես ասում եմ ինչպես։ Կարող ենք մնալ անկախ ինքնիշխան, բայց ունենալ շատ լավ հարաբերություններ։ Առավել եւս որ Ռուսաստանը միշտ ուզում եմ հիշեցնեմ մեր ժողովրդին, ինչքան էլ որ իրենց մոտ արդեն առաջացել են հակառուսական դրամատրություններ, որևէ անգամ Ռուսաստանի պատճառով հայ ժողովուրդը ֆիզիկապես չի բնաջնջվել։ Իրավունք TV-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Անչափ շնորհակալ ենք մեր տաղավար հյուրընկալվելու համար։ Պարոն Սարգսյան, թերևս խոսելով հայաստանյան իրավիճակների մասին, խնդրեի, որպեսզի նախ անդրադառնայինք ընդհանրապես ժամեր առաջ, եկեղ Արագածոտնի մարզի, այսպես ասած, թեմում կատարված իրավիճակների մասին, եւ կարծես թե միանգամից 12 քահանա բերման ենթարկվեցին, սա ինչպես կարելի է մեկնաբանել եւ ձեր գնահատականը եկեղեցու նկատմամբ այս ոտնձգություններին ինչպիսին է։ Միանշանակ կարծում եմ բոլոր տրամաբանորեն մտածող մարդկանց համար այս ամենը ուղղակի հարձակում է, ուղիղ տերոր է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որովհետև երբևիցե միգուցե միայն Ստալինյան տարիներին եկեղեցու դեմ այսպիսի հարձակում է եղել, իդեպ ուզում եմ շեշտեմ, որ 53 թվականից հետո 55 թվականին, երբ որ Վազգեն առաջինը դարձավ կաթողիկոս, հայ առաքելական եկեղեցին ամբողջ իր բոլոր իրավասությունները իրականացրել է եւ որևէ, այսպես ասած, խոչընդոտ չի եղել։ Դա մի կարճ ժամանակ էր, երբ որ ամբողջ Խորհրդային Միության ժողովուրդը տառապեց Ստալինյան այդ տարիներին տերորից։ Հիմա հարցը հետևյալն է, մենք պետք է մեզ հարց տանք, թե ինչ է ուզում այս անձը։ Օրինակ, ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը, որ այսպիսի արշավ է սկսել։ Այն էլ այնպես մի կեցվածք է ընդունել, թե ինքը ուրեմն անսխալականն է, ինքը որևէ ոչ մի այսպես ասած խախտում կամ չգիտեմ ինչ չի արել, ինքը գտել է, որ ուրեմն այնտեղ հավանաբար, ես դեցեմ կարծում, կան մարդիկ, որոնք մեղավոր են այս կամ այն մեղքերն են գործել, հա։ Եթե դա պետության ղեկավարն է, ապա այդ պարագայում պետության ղեկավարը պետք է մտածի իր պետության ամբողջ իր ռենոմեի մասին, այսինքն այնպես, որ նրա կեցվածքը պետության արժանապատվությունը չխաթարվի եւ այդ դեպքում արդեն այլ կերպ կվարվեր, այլ ոչ թե այսպիսի մի եսիջիմ։ Եթե անգամ պատկերացնենք, որ իսկապես այնտեղ կան խախտումներ, բայց դա ներքին խնդիրն է, հայ առաքելական եկեղեցու ներքին խնդիրն է։ Նա հենց առանձնացված է պետությունից, պետական համակարգից առանձնացված կառույց է եւ նա ընդամենը հոգեվոր ոլորտն է իր մեջ իշխող եւ իր մեջ կառավարվող եւ այլն։ Այսինքն այս իրավիճակում միայն մի բան, հիմա եթե շարունակելու է, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարդն ուզում է սադրել, որպեսզի ժողովուրդը դուրս գա իր դեմ, ոնց որ ինքն է ասում, եկեք հեղափոխություն արեք իմ դեմ։ Ես էլ որ երրորդ անգամ այսպես հայտարարում է։ Հիմա էլ ինչ-որ TikTok-ում է սկսել շատ ակտիվ իրեն ցուցադրել, թե ինչ է ուզում, դա էլ չեն հասկանում։ Էլ ուրիշ ժամանակ կամ ուրիշ գործ չունես դու, որ ելես վալ TikTok։ TikTok-ը ամբողջ ուրեմն ձեռ են առնում արդեն մարդիկ դրան, ամբողջ այդ ինտերնետով մեկ, ոչ թե Հայաստանով։ Այսպիսի իրավիճակ, դրա համար գնահատել այս ամենը անհնար է, բացի միմյանից, որ մենք ասել ենք, հիմա էլ եմ կրկնում, այսպիսի իշխանություն չի կարող շատ երկար տևել, արդեն 7 տարուց ավել է,
Եվ հայ ժողովուրդը պետք է վերջապես հետևություն անի, որովհետև այս պայմաններում համարել, որ ինքը տեսեք մաքրում է, հա, այս իրավիճակում մաքրում է, ուրեմն այս վարքերը եւ այլն, սուտ է, որովհետև իր շրջապատում ու հենց իրենց վարվունքը ցույց է տալիս հակառակը։ Այդպես որ քաղաքական ուժերը եւ հասարակությունը մի խնդիր ունեն բարձելու վերջապես հրաժարականը պահանջելու եւ եթե իրականում, հա, ժողովուրդը նորից կգնա իրեն ցայն կտա, ուրեմն մենք արժանի ենք այս ամենին։ Իսկ պարոն Սարգսյան, ձեր կարծիքով ո՞րն այսօր պետք է լիներ խորհրդարանական ընդդիմության քայլերը, հա, եւ եթե ոչ այսօր, ապա երբ պետք է իմպիչմենտ անեն կամ առհասարակ մանդատները, հա, վայր դնեն։ Գիտեք, սկսենք մանդատներից։ Ես ձեզ ասեմ, որ մանդատ դնելը ցավոք սրտի կարող է արդյունքի չբերել մի պարզ պատճառով, որտեղ ցուցակում կգտնվեն իրենցից հետո եկողների մեջ անպայման կարող են, չեմ ուզում որևէ մեկին ուրեմն չվստահել, բայց կարող են լինեն մարդիկ, որոնք կան եւ այդ մանդատը նորից վերցնեն եւ ստացվի, որ Հայաստան խմբակցությունում կան այսպիսի մարդիկ, դրանք շարունակում են գործել։ Այսինքն մանդատ դնելը միայն մի պարագայում, երբ որ համոզված ես, որ որևէ մեկը քեզնից հետո եկող չի գալու եւ նորից մանդատ չի վերցնում, սա առաջին։ Երկրորդ, իսկ այդպիսի համոզունք ոչ ոք չի կարող ունենալ։ Գիտեք, մարդիկ տարբեր են լինում, կարող են կամ սիրաշահել, այսպես մեղմ ասած ճակերտերում, կարող են ահաբեկել, կարող է ինչ ասես, կարող է լինել այս պայմաններում։ Ինչ վերաբերում է թե ինչ պետք է անեն իմպիչմենտի հետ կապված։ Իմպիչմենտը մենք ընկալել ենք մի շատ պարզ ձևով։ Դա քաղաքական գործընթաց պետք է լինի, որովհետև ներսում դա հնարավոր չի իրականացնել միայն իրենց ուժերով, ուրեմն դա պետք է լինի քաղաքական գործընթաց, որը գեներացվի այդ գաղափարի հետ կապված։ Այսինքն ժողովուրդը պետք է տեսնի, որ այն ժողովուրդը, այն հատվածը, որը ուզում է որպեսզի փոփոխություն լինի իշխանության, ապա նա պետք է տեսնի, որ դա արդեն որպես համապատասխան մտածված եւ նաեւ գործողությունների առումով հստակեցված ծրագիր է իրականացվում, որպեսզի ինքը նույնպես միանա այդ շարժման։ Առանց ժողովրդի մասնակցության, այն էլ լայն հատվածի, այդ իմպիչմենտ հնարավոր չի։ Եվ հույսը դնել, որ կստեղծվի մի այնպիսի ֆորս մաժորային իրավիճակ, որը հենց մի անգամից հարցը կլուծի, դա չի կարելի, դա ուղղակի կարճատեսություն է քաղաքականության մեջ։ Դրա համար ես գտնում եմ, որ մենք միշտ ասել ենք դա, միասին շարժումը, գիտեք, որ ես համանախագահ եմ այդ շարժման եւ համակարգողը, միասին շարժումը հենց դրա համար է ասում, միասին։ Մենք երբևիցե չենք ասել եկեք մեզ միացեք, ասել ենք եկեք ինչ որ պետք է անենք, միասին անենք։ Ցավոք այդ գաղափարը այսօր չի աշխատում։ Մեր քաղաքական ուժերը տարօրինակ ձևով էլի նորից ուզում են անպայման հաստատեն, որ իրենք կարող են։ Արդեն այս 35 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարող անել, եթե դրան չի նպաստում շատ ուրիշ հանգամանքներ, ես հիմա դրան չեմ ուզում անդրադառնամ։ Ուրեմն մենք ասել ենք, որ 96 թվականի փորձը, որը մենք ենք իրականացրել ժամանակին, ցույց է տալիս, որ միայն միասնությունն է, որ ժողովրդին բերում է այդ ոչ թե գալիս են կոնկրետ այս անձին կամ այս կուսակցությանը պաշտպանելու, գալիս են գաղափարի եւ ծրագրի որպես պաշտպան։ Հիմա նույն իրավիճակն է, եթե չհասկացավ այս ընդդիմությունից, ես տեսնում եմ, որ նորից նույն սխալներն են ուզում իրականացնեն, ամեն մեկը իրեն կարծում է, որ հավաղայի ինքը կլինի, չգիտեմ, չի լինի։ Դրա համար ես իրենց անունը դրել եմ, որ նրանք ոչ թե քաղաքական գործիչներ են, այլ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ։ Սա տարբեր բաներ են։ Քաղաքական գործիչը պետք է ստապ գնահատի ամբողջ հնարավորությունները, ինքը պետք է հասկանա, թե ինչ process է գնում եւ այդ process-ում ինքը ինչպիսի հնարավորություն ունի միասնաբար գործելու։ Տեսեք, այս ԿՊ-ն տեղում է, վարչապետը տեղում է, իրենք մտածում են, որ ես պիտի լինեմ
ես կարող եղբայր հələ դու այս հարցը լուծի հələ բերեք առաջարկեք որ նա հեռանա ու կարողացեք նրան պարտադրել դա հետո նոր կորոշեք դուք կարող եք թե չեք կարող ձեզ կընտրեն թե չեն ընտրի դուք հիմա ո՞նց եք պատկերացնում որ դուք հեսա մի հատ ասեք պատկերացնենք որ տեղական ինքնակառավարման ընտրություններում դուք ինչ որ հաջողության եք հասել դա ոչ մի բան է որովհետև դուք չեք ստացել 50+ ձայն կամ 60-70 որպես ասեք այ տեսեք ես արդեն այստեղ հաստատեցի որ ես արժանի եմ այ այսպիսի իրավիճակ է այնպես որ ես ընդհանրապես ասում եմ որ միայն ու միայն միասին եւ միասնական ուժերով Իդեպ արդեն շուրջ 2 տասնյակ քաղաքական ուժեր պատրաստվում են խորհրդարանական հերթական ընտրություններին, այսպես ասեմ, եւ ձեր կարծիքով արդյոք կա երաշխիք, որ մինչեւ 2026 թվականը, այսպես ասած, կդիմանան, հա, եկեղեցին, կդիմանան պետությունը եւ այս ընտրությունների, այսպես ասած, այն իրավիճակներին, որոնք անգամ չգիտենք ինչ է տեղի ունենալու, հա, հետագայում։ Շատ բարդ է ասել, որովհետեւ իրոք մեզ հիմա թվում է որ այս ամբողջը իրականում տերոր է եւ այնպիսի բաներ են հորինել իմիջիալոց որ կուսակցությունների գործունեությունը ինչքան հնարավոր է ծանրաբեռնեն տարբեր ինչ որ տարօրինակ բաներով եւ ով որ իրենց դուր չի գալիս միանգամից կարող են ինչ որ ձևով պատիժներ, չգիտեմ ինչեր անել Եվ այս առումով ես հասկանում եմ, որ իրենք օրինակ են վերցնում նաև Մոլդովայից, Ուկրաինայից, հասկանում եք, այսինքն մի հատ ձևավորվել է մի մթնոլորտ, որ օրինակ ժամանակին եվրոպական կառույցները եւ միջազգային կառույցները արձագանքում էին ամեն մի անարդար, ինչ որ իրենց պատկերացման անարդար գործողության։ Այսօրվա դրությամբ որևէ այդպիսի մոտեցում չկա։ Եթե հետևում եք, տեսնում եք Սանդուն օրինակ նույն Մայա Սանդուն Մոլդովայում ինչ ուզեց այն արեց այսինքն որոշեց 800,000 բյուլետեն ուղարկել Եվրոպա եւ ընդհանրապես կարծեմ 15,000 թե ինչքան Ռուսաստան որտեղ անհամեմատ ավելի շատ են մոլդովացիները եւ Եվրոպայի խորհրդարանը որևէ կերպ չարձագանքեց դրան կամ այլ ուրեմն բանտ նստացրեց իր հիմնական, ասենք, տեխնացուներից մեկին եւ այլն։ Այսինքն փոխվել է իրավիճակը, այսինքն այսօր իրենց աշխարհակաղակական շահերից ելնելով իրենք կարող են գնան ցանկացած արդեն կներեք, բայց դա հանցանքներ է։ Այդ հանցանք կատարելը։ Հիմա ոնց որ թե այսօրվա այդ վարչապետի պաշտոնում եղած անձը Նիկոլ Փաշինյանը հետևում է հենց այդ օրինակին, որ տեսեք ինձ չի ենթարկվում եկեղեցին, ուրեմն ես եկեղեցին ենթարկեմ ինձ ուժով կամ չգիտեմ ինչով։ Եթե այսինչը իմ դեմ ինչ-որ խոսք է ասում, ուրեմն սրբազան, եթե սրբազան չի, ես պետք է նրան անպայման դատապարտեմ, բանտ նստացնեմ։ Այսպիսի պայմաններում ինքն էլ պետք է հասկանա։ Հա, հետո էլ կանգնես ասես թե դուրները չի գալիս, եկեք հեղափոխություն արեք։ Տեսել որ երրորդ անգամ, չէ՞, վեր կացեք, եկեք հեղափոխ։ Այսինքն դու համոզված ես, որ ժողովուրդը եթե ընդվզի, դու սադրանքով նորից ուրեմն ոնց որ հունիսի 12-ին արեցիր, նույն ձևով ուրեմն կանվի այդ բանը։ Դրա համար սա պարզ երևում է, որ մարդը ոչ թե պետության եւ ազգի շահերն է հիմա առաջնային դարձրել, այլ սեփական անձնական իշխանությունը պահելու խնդիրն է իր առաջ դրված։ Այստեղից է որ նորից կրկնենք այդ հարցը, որ եթե նրանք ովքեր որ հասկանում են թե ինչ վիճակի կհասցնի Հայաստանը, պարտադիր պետք է միավորված թող ժողովուրդը որոշի։ Այ եթե մենք միավորվենք մի գաղափարի ծրագրի շուրջ, ներկայացնենք Եվ ժողովուրդը չընդունի, ուրեմն մենք ենք սխալ։ Մենք չկարողացանք մեր ժողովրդին բացատրել, բայց դա չի եղել, այս երևույթը չկա։ Դրա համար ամեն մեկը վեր է կացել, ասում է ես գնում եմ, ես հաղթելու եմ։ Այն ուժերը, որոնք որ արդեն գնացել են եւ չեն կարողացել հաղթել։ Դրա համար սա էլի դատապարտված ուղի է։
Իսկ այս բaragային որն է միասին շարժման ընդհանուր դիրքորոշումը, հա, այսինքն արդյոք այս իշխանական համակարգից ազատվելու համար ընդհանուր մեկ ճակատ, հա, այսպես ասած պետք է ձևավորել, օրինակ, չգիտեմ, ոչ Փաշինյանին, այո, սահմանադրությանը գուցե նման կարգախոսով։ Գիտեք ինչ, եթե ասենք, որ այդպիսի մի առաջարկով հանդես են եկել եւ ասում են, որ եկեք բոլորս ստորագրենք, շատ բարի, ես գտնում եմ, որ ճիշտ կլինի, եթե ձևավորվի հրավիրվեն քաղաքական այդ ուժերի ներկայացուցիչները, ինչու՞ չէ, նաև հանրային հնչեղություն ունեցող անձեր կարող են լինեն հասարակական կառույցներ եւ ընդհանուր քննարկվի գաղափարը, որովհետեւ այսպես մեխանիկորեն ասել, որ եկեք ստորագրենք, դա կարող է եւ չաշխատի։ Բայց եթե դրանք բոլորը հրավիրվեն, մի հատ իրոք քննարկում անցկացվի եւ ավելի այսպես ասած ճիշտ կազմակերպական ձև գտնվի, որ մի խորհուրդ ստեղծվի, ոչ անպայման 50, 60 կամ 20 հոգանոց, այլ 7-9, որոնք որ ուղեղի, այսպես ասած, գրոհ են անում ինչ-որ մի խնդրի վերաբերյալ, ձևավորում են ընդհանուր մոտեցումը, ձևավորում են ծրագրային որոշակի սկզբունքները, եւ հետո նոր արդեն ընդհանուր քննարկման ժամանակ որոշվում է, որ ով է համամիտ այս ամենին եւ այդ դեպքում արդեն կարելի է եւ ստորագրել։ Ես կարծում եմ, որ սա ավելի ճիշտ մոտեցում է եւ այդ պարագայում նաեւ ժողովուրդն էլ է հասկանում, որ տեսնում եք, դա մեկը չի ասում ես կանեմ, այլ 2-ը, 5-ը, 10-ը, 20-ը եւ այլն։ Այդ պարագայում է, երբ որ իրոք նոր կհասկանան եւ ամենակարևորը Գիտեք, մենք շատ հստակ պետք է հասկանանք, որ ամեն տեսակի սադրանք լինելու է։ Եվ այդ պարագայում միայն ու միայն ժողովրդական միասնությունը, ժողովրդական իրական միասնությունը կարող է դրան դիմադրել։ Չի կարող ոչ մի քաղաքական ուժ առանձին այդ հարցը կարգավորել, չի կարող, դա փաստ է։ Դրանից ելնելով, այս եթե մոտեցումը իրականացվի, կարծում եմ, որ հաջողություն կլինի։ Իդեպ անկախություն եւ ինքնիշխանություն գոռալով կարծես թե այս ներկայիս իշխանական համակարգը փորձում է անգամ այսինքն երկիրը դնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հա լծի տակ արդյոք կարող ենք նման վարկած առաջ քաշել եւ արդյոք սա է Հայաստանի անկախությունը Ես միանշանակ կարող եմ ասել, որ իհարկե կապ չունի, մենք կարող ենք դա հաստատել դեռ չէ, բայց մենք ասում ենք հետեւյալը, որ Ադրբեջան-Թուրքիա որոնք որ չեն էլ թաքցնում իրենց քաղաքական նպատակները, իրենց տնտեսական շահերը եւ այլն։ Նրանք երկուսն էլ ունեն իրենց ծրագիրը եւ դեռ Հայաստանի այսօրվա իշխանությունը այդ ծրագրի դեմ որևէ լուրջ քայլ չի արել։ Շատ հստակ բան կա, օրինակ մեծ Թուրանի գաղափարը արդեն իրենք չեն թաքցնում եւ վերջերս էլ տրանսպորտի նախարարը Թուրքիայի հստակ հայտարարեց, որ Զանգեզուրի այսպես կոչված միջանցքը դա այն պատասխաններ Նիկոլ Փաշինյանի այսպես ասած հոխորտացմանը, թե որ ես չեմ ճանաչում այդ ինչ Զանգեզուրի միջանցք եւ այլն։ Նա էլ ասեց Զանգեզուրի միջանցքը դա ճանապարհն է, որը միավորելու է թուրքալեզու պետություններին։ Պարզ։ Ով է խանգարում այս փոքր Հայաստանը։ Ինչ պետք է արվի այս Հայաստանի հետ, պետք է այնպես անել, որ Հայաստան անգամ եթե անունը կմնա այդ պետության, ապա այնտեղ որևէ մեկը չդիմադրի այդ գաղափարի իրականացմանը։ Սա է իրենց նպատակը։ Հիմա եթե մենք կույր ենք, խուլ ենք, կամ չգիտեմ տգետ ենք եւ այլն եւ ուզում ենք այդ ամենը անտեսել, այսօր չկա դե լավ, ոչինչ, վաղը լա տեսնենք, կլինի թե չի լինի, դեն չի լինում, այդպես ազգ չի գոյություն ունենում։ Ազգը վերանում է այն ժամանակ, երբ որ չի կարողանում հասկանալ, թե ինչ վտանգի առաջ է ինքը կանգնած եւ այդ վտանգին չի կանխում դրա գոյությունը։ Ուրեմն սա գլխավորը։ Հիմա լավ, կա մեծ Թուրան, ասենք թողնենք, վերանում եմ ես ամեն ինչից, ասում եմ այդ դեպքում եթե դա ձեր դեմ է եւ ձեզ դուր չի գալիս եւ պետք չի որ դա իրականանա։ Դուք պետք է ինչ-որ այլ ընտրանք ներկայացնեք, հա։ Դուք ինչ պետք է անեք, եթե մեծ Թուրանը համարում եք, որ մեզ համար շատ վտանգավոր ծրագիր է, ապա մենք պետք է մտածենք այլ ընտրանքային ինչ ծրագիր ենք դեմ տալիս դրան։ Այսինքն մենք
մյուս պետությունների հետ կարողանում ենք նույն Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, նրանց հետ ովքեր որ իսկապես շահեր ունեն այս տարածաշրջանում եւ չեն ուզենա որ մեծ տուրան լինի, որովհետեւ Անգլիան ու Եվրոպայի որոշ պետություններ մեծ ուրախությամբ դա կընդունեն, եթե լինի մեծ տուրանը, որը Ռուսաստանը այստեղից հեռացնի մի ընդմիշտ, կամ Չինաստանի դեմ կլինի, որտեղ Չինաստանում գիտեք ույգուրների խնդրեմը կա, այնտեղ բավական մեծ ուրեմն այդ պրովինցիայում թուրքալեզու ժողովուրդ է ապրում մեծ քանակությամբ, ուրեմն սա է հիմնական, ու այս խաղի մեջ Հայաստանի մի կետ է, որը ուղղակի պետք է անցնել կամ վերացնել։ Հիմա, եթե դուք այդքանը հասկանում եք, եկեք մտածենք, կարող ենք մենք այդպիսի այլընտրանքային, նորից եմ կրկնում, այնպիսի ծրագիր ներկա, անգամ եթե դա տնտեսական է, մենք առաջարկել ենք, որ դա կարող է լինել տարանցիկ ուրեմն ճանապարհ, որը ոչ թե այս Զանգեզուրի միջանցքն է, ոչ էլ այս ամբողջ այս խրթին ծրագիրը, որը իրենք այսպես մտածում են, ոնց է կոչվում, խաղաղության բան, խաչմերուկ, հա, ոչ թե դա, այլ այդ հարցում պետք է անպայման իրենց շահերը հաշվի առնվեն Վրաստանի, Ռուսաստանի, առանց Ադրբեջանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հայաստանի։ Այդ պարագայում, եթե դուք կարողանում եք, հա, ներկայացնում եք ընդհանուր մի հատ շահերին համապատասխան ծրագիր, ապա դա արդեն այլընտրանք է եւ այդ մեծ Թուրանի գաղափարը ուզի թե չուզի սրա հետ պետք է հաշվի նստի, բայց միայն Հայաստանի հետ դրանք հաշվի չեն նստելու, ինչպես հիմա մենք տեսնում ենք, դա մասին է խոսքը եւ բայց ում ենք ասում, դրա համար մենք ասում ենք, որ այո, առաջին հերթին պետք է փոխվի այս իշխանությունը, որ մենք կարողանանք առանց պատերազմի, ես հատուկ շեշտում եմ դա, եւ ես ասում եմ ինչպես, ուրեմն սեփական շահերը պաշտպանենք, եւ հավատացնում եմ ձեզ, այդ բարեկամ երկրները, որոնք կան մեզ համար, նրանք պատրաստ են մեզ հետ այսպիսի խոշոր ծրագրի իրականացում անել։ Չինաստանի համար շատ կարևոր է, որ ինքը անգամ եթե ունի մի հատ հիմա մեկ ճանապարհ, մեկ ուղի այդ ծրագրի մեջ մի հնարավորություն, ինքը շատ կուզենա երկրորդ հնարավորություն ունենա։ Ինքը չի ուզենա եւ չի համակերպի նրա հետ, որ Միացյալ Նահանգների ինչ-որ մի կոմպանիա, այսինքն Միացյալ Նահանգները այստեղ իշխեն։ Իրանը երբևիցե դրա հետ չի կարողանա համերաշխ լինել։ Ուրեմն կնշանակի մենք պետք է ոչ թե դա անեինք, Տրամփն էլ անընդհատ ասեր թե այն հայրենակիցը ոնց է Իրանը զգում, դա sense խայտարակություն երբ է եղել։ Ալիևին դիմի ասի ոնց է հայրենակիցիդ հետ ոնց է լավ ես թե լավ չես։ Իսկ հայրենակցի անունն էլ չի հիշում։ Մեկ էլ մեզ Ալբանիա ասի, մեկ էլ չգիտեմ եւ այլն, վերջ։ Այսպիսի բան հանդուրժել չի կարող։ Իսկ արդյոք անկախությունը նրանց համար այն է, որ այսինքն ԱՄՆ նախագահ Թրամփը Փաշինյանին դիմում է որպես Ալիևի հայրենակից։ Իրենց պատկերացած անկախությունը։ Հիմա իրենց համար իրենք ամեն ինչի հետ էլ կհամակերպեն, մենակ թե իրենք լինեն իշխանություն եւ իրենք էլ անդադոխորտան թե տեսեք։ Գիտեք ինչ, համակարգը մինչեւ որ գործում է, հատկապես իրավապահ համակարգը, հա, այդպես ինչպես հիմա է գործում, որը իրավունքը դրել է, օրենքը դրել է մի կողմ, ենթակա է ուղղակի հրամաններին, որը ինչպիսի հրամանը դա կարևոր չի, դա էլ բերում է այսպիսի իրավիճակին։ Դրա համար այն սահմանադրությունը, որ այսօր գործում է, իմիջիալոց դա էլ իր մեղավորությունն ունի, որովհետև ամբողջ իշխանությունը, ամբողջ իրավունքները կենտրոնացել են մեկ անձի ձեռքում։ Դա վերահսկողություն չպետք է լինի, տարանջատում իշխանության թևերի չպետք է լինի, այսպիսի իրավիճակ է։ Եվ վերջին հարցս, եթե թույլ կտայիք, իդեպ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ մեր պետականությունը, անկախությունը փրկելու համար պետք է մտնել Ռուսաստան-Բելարուս միութենական պետության մեջ, եւ այս պարագայում ձեր կարծիքով ո՞րն է այս հարցում ձեր կուսակցության, հա, Հայաստանի դեմոկրատական կուսակցության դիրքորոշումը։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը միշտ հանդես է եկել որպես ինքնիշխան եւ այս պահին էլ եւ վաղն էլ որպես անկախ պետություն։
բայց դա չի բացառում, որ մենք կարող ենք լինել որոշակի փոխհարաբերությունների մեջ, արդեն ես շեշտեցի մեր բարեկամ պետությունների հետ։ Մենք դեռ չենք ստացել ոչ Եվրոմիությունից հրավեր, ոչ էլ միութենական միությունից, հա, Բելարուս, Ռուսաստան։ Եվ քննարկելու ես այդպես առիթ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է թե ինչպես մենք արդեն կանք տնտեսական շատ խոշոր ԵԱՏՄ-ում եւ քաղաքական առումով ունենք ուրեմն դաշնակցի հետ մեր Ռուսաստանի հետ ունենք պայմանագիր 97 թվականի, որը կոչվում է ուրեմն համագործակցության, պաշտպանության, բարեկամության եւ այլն այդ ամբիս այդ պայմանագիրը, բայց ես համոզված ասում եմ, որ այդ պայմանագիրը պետք է վերանայել, պետք է նրա մեջ շատ ավելի նոր հստակ ձևակերպումներ դնել, 27-28 տարի է անցել արդեն եւ այդ ընթացքում աշխարհակաղակական այնպիսի փոփոխություններ են եղել եւ տարածաշրջանում եւ աշխարհում եւ մեր փոխհարաբերություններում, որ այդ ուրեմն այդ պայմանագիրը պետք է վերակառուցվի, վերափոխվի եւ եթե ավելի որոշակի ասեմ, ապա պետք է պարզ գրվի, թե ինչ է նշանակում դաշնակից պետություն։ Այսինքն դաշնակից պետությունը ինչ պետք է անի այս կամ այն ուրեմն դեպքերում։ Սա սկզբունքային հարց է, որովհետև եթե դուք ընդհանրապես գրում եք, որ մենք դաշնակցային հարաբերությունների մեջ ենք, դա վերացական է ինչ-որ։ Բայց եթե դուք գրում եք, թե այսպիսի պայմաններում, այս կոնկրետ հիմա չեմ ուզում ցանաբեռնեմ, ինչ պետք է անի դաշնակից պետությունը, այդ դեպքում դա արդեն դառնում է պարտավորություն։ Հիմա իսկ ինչ վերաբերում է Բելարուս, Ռուսաստան, գիտեք ինչ, ես մեղավոր միտք կարող ասեմ, բայց հələ դեռ պետք է որ իրենք կայանան այդպիսին, ինչպիսին որ պետք է լինի միութենական հարաբերությունները։ Մեկ, երկրորդը էլ եմ կրկնում, որովհետև մեկը չի խանգարում մեզ ունենալ շատ ավելի այսպես վստահելի հարաբերություններ նույն Ռուսաստանի, ու Բելարուսում գիտեք, Բելարուսը ավելի շատ ընկեր է Ալիևին, քան Հայաստանին։ Նո, այդ փաստ է։ Հիմա կփոխվի նա այդ պարագայում, չի փոխվի, որովհետև կենսական շահերը, իրենց պետական կենսական շահերը, ավելի են այս պահին համընկնում, ասենք, Ադրբեջանի հնարավորությունների հետ։ Դրա համար դա բարդ հարց է։ Ես ասում եմ, մենք կարող ենք մնալ անկախ ինքնիշխան, բայց ունենալ շատ լավ հարաբերություններ։ Առավել ևս, որ Ռուսաստանը միշտ ուզում եմ հիշեցնեմ մեր ժողովրդին, ինչքան էլ որ իրենց մոտ արդեն առաջացել են հակառուսական դրամատրություններ, որևէ անգամ Ռուսաստանի պատճառով հայ ժողովուրդը ֆիզիկապես չի բնաջնջվել։ Եվ եթե պահպանվել է Հայաստան, ապա դա միայն այս մի կտորն է։ Չկա թուրքական Հայաստանը, չկա պարսկական Հայաստանը, կա միայն այս արևելյան Հայաստանը, որը ընդգրկված է եղել ռուսական իմպերիայի կազմում։ Հիմա լավ թե վատ սա է, եթե մենք որպես ազգ կարողանայինք ինքնուրույն մեր բոլոր շահերը պաշտպանել եւ անընդհատ կախում չունենալ մեկ ուրիշից, դա լրիվ ուրիշ իրավիճակ է։ Բայց ցավոք սրտի այդպիսի բան շատ վաղուց արդեն չի եղել։ Եվ այդ պարագայում է, որ մենք ասում ենք, եկեք, ազգը միավորեք, մենք բոլորս միավորենք ազգը։ Սփյուռքը ունի մեծագույն դերակատարություն։ Եթե Սփյուռքը կարողացանք մենք հիմա համակարգենք նրա բոլոր գործողությունները եւ Հայաստանի հետ միասին գործենք, մենք հզոր ազգ ենք։ Մեր հնարավոր, դուք տեսեք, ինչքան տաղանդավոր, մեծատաղանդ հայեր կան աշխարհով մեկ։ Դրանք ծառայում են այդ պետությունների համար են ծառայում, բայց դրանք կարող են նաև իրենց հայրենիքի, պատմական հայրենիքի համար ծառայեն որոշակի համապատասխան գործողություններով։ Այսպիսի գաղափարը եթե մենք իրականացնենք, այլևս ոչ մուննատ կգանք ուրիշների վրա, ոչ էլ կախման մեջ կլինենք մյուսներից։ Հասկանալի է։ Շատ լավ, պարոն Սարգսյան, ձեզ անչափ շնորհակալ ենք մեր տաղավար հյուրընկալվելու համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում այսօր իմ զրուցակիցն էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Իսկ մեր հետևորդներին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ իրավունքի հավելվածը կարող եք ներբեռնել Google որոնողական համակարգից եւ լինել տեղեկացված։ Ցտեսություն։